Հասարակության ծայրաստիճան բևեռացումից վերջը տուժեց նաև նոր տարին։ Այդպես օրինակ այս տարի Հայաստանի Հանրապետության լիբերալ առաջադեմ քաղհասարակությանը կշնորհավորի ձեթ Սորոսը, բացառությամբ Դանիել Իոաննիսյանի, ում կայցելի ձեթ Դանոսը։ Բոլոր այն երջանիկներին, ովքեր ապրում են իրական հմեկի Հայաստանում, կշնորհավորի ձեթ Պետրոսը, դուխ կտա ձեթ Օխլոսը, աչքալուսանք կանի ձեթ Ռոմանոսը եւ հաջողություն կմաղթի ձեթ Փանոսը։ Պարլամենտական ընդդիմությանը կայցելի ձեթ Տիտխոսը եւ կթարմացնի նրանց падգամավորական անձեռնամխելիությունը։ Իսկ ահա իշխանության հարցը բավականին լուրջ է։ Բանն է նա, որ Ձմեռ Պապին մի տեսակ նախկին է, ձեթ Մարոզը KGB agent, իսկ Սանտա Կլաուսը հոգևորական։ Հետևաբար մեծ է վտանգը, որ նրանք նվերները ոչ թե կդնեն տոնածառի կամ իշխանության ներկայացուցիչների փափուկ բարձի տակ, այլ կգցեն այդ խեղճերի գրպանը։ Իսկ ձեզ հարգելիներս, թույլ տվեք շնորհավորեմ ես, ձեթ Սարգիսը։ Շնորհավոր նոր տարի։